Ինչով ենք մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Մենք հստակ ասում ենք, որ մեր անվտանգության ու խաղաղության հիմքը մեզ համար ունենալն է արդիականացված ուժեղ հզոր բանակ զսպման կարողություններով։ Հիմա ասեմ այդ զսպման կարողությունները որտեղից է ինչի նաև հիմք ունի։ Տեսեք, այս վերջերս մեր հանրապետություն այցելած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը արեց հայտարարություն, որը զսպմանն էր վերաբերում, ու ես դա ուզում եմ անվանենք Վենսի դոկտրին, J.D. Վենսի դոկտրին։ Հիմա ուզում եմ մեջբերեմ նրա խոսքերը։ Ինչ էր նա ասում է, ընդ որում այս բառերը նա ասել է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած ասուլիսի ժամանակ հայտարարություն անելով։ Մեջբերում եմ, խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալն է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցը աշխարհի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումը։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը քո կողքը կանգնած խոսում է զսպման կարևորությունից եւ ասում է խաղաղություն ապահովելու միակ միջոցը, լավագույն միջոցը զսպման կարողությունների զարգացումն է ու ամենալավագույն տեխնոլոգիաներով, դու այս հայտարարությունները թողում ես, հաշվի առնելով, որ Ալիևի ասածները պետք է անես, հելնում ես հայտարարում ես, ասում ես բանակը իմ համար երկրորդական է, նշանակություն չունի։ Դրա համար մենք ասում ենք, որ մեզ համար առաջնայինը, այո, այս խոսքերն էլ գալիս են ապացուցելու, որ աշխարհն էլ այդպես է ընդունում։ Զսպման կարողություններ ունեցող բանակը հենց ունեցող երկիրն է կարող ապահովել խաղաղություն։ Եվ սա այն է, երբ որևէ մեկը, որ ուզում է հանկարծ մտքով չանցկացնի, որ կարող է հարձակվել քո երկրի վրա եւ հաջողություններ ունենալ, այլ հակառակը, շատ ավելի մեծ վնասներ կարող է կրվել։ Սա միայն պաշտպանությանն է վերաբերում, սա ոչ պատերազմի կոչ է, ոչ է սա։ Խաղաղություն ապահովելու լավագույն եղանակն է արդյունավետ պաշտպանությամբ։